Եովին տեղյակ ես երկու պետությունների վերաբերմունքին տվյալ ծրագրին եւ արդյոք կա նման մտահոգություն, որ այդ երկու երկրները կարող են խոչ դոտել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, կհիշեք տարբեր հայտարարություններ են հնչել դեռ օգոստոսի 8-ից հետո եւ հետո հունվարի 14-ից հետո ընթացքում էլ հիմա այսօր էլ կտեսնենք նույնը կարծում եմ եւ Ռուսաստանի եւ Իրանի տարբեր շրջանակների կողմից։ Մենք իհարկե առաջնորդվում ենք պաշտոնյաների պաշտոնական դիրքորոշմամբ եւ ահա մենք մի փոքր որ փորփրենք համացանցը կտեսնենք Իրանի պաշտոնյաների կողմից օրինակ Իրանի հիմա Ռուսաստանի կանդրադառնա հետաքրքրություն թրիփի նկատմամբ նաեւ այն հնարավորությունների նկատմամբ որոնք նույն թրիփը բերելու է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը ես չեմ ուզում ասել որ տեղյակ չեմ իհարկե մի ամտություն կլինի տեղյակ չեմ նաեւ փորձագիտական կամ նախկին պաշտոնյաների կամ որևէ այլ մակարդակով հայտնված մտահոգություններից այո Իրանում կային հարցեր թրիփի շուրջ թրիփի անվտանգային այսպես ասած ենթադրյալ անվտանգային բաղադրիչից իսկ հիշեք մինչև թրիփը այն ինչ որ քննարկվում էր որ ինչ որ երրորդ կողմի անվտանգային կամ զինված ուժեր պիտի տեղակայվեն եւ այլն եւ ահա Իրանի մեր գործընկերները տեսել են որ որևէ այդպիսի բան չի նախատեսվում ստորագրված փաստաթղթերով հիմա այսօրվանն էլ կկարդան եւ կտեսնեն որ չկա ամբողջությամբ ենթակառուցվածքները բոլոր ենթակառուցվածքները լինելու են ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո գործելու են իրավազորության ներքո Հայաստանի Հանրապետության եւ դա բացառում է նաեւ անվտանգային ինչ որ երրորդ կողմի տեղակայում վերահսկողություն բառը կար հիշում եք ում կողմից է վերահսկվելու եւ այլն հիմա այդ հարցերը կարող է էլի լինեն եւ մարդիկ էլի կկարդան կտեսնեն որ այդ հարցերի շուրջ առանձնապես անհանգստանալու տեղ չկա ավելին ես նորից եմ ուզում ասեմ նույն Իրանի համար նույն թրիփը հնարավորություններ է բերելու չէ որ Նախիջևանից մենք ենք կապվելու երկաթուղով Իրանի երկաթուղային ցանցի հետ մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գա ասենք օրինակ Սևծով եւ պատկերացրեք թրիփով ստացվում է որ Պարսից ծոց Սևծով երկաթուղային նոր կապ է ստեղծվում սրանք բաներ են որը մի այսպիսի ասացված կա անգլերեն ձևակերպում է game changer իսկապես տեղի են ունենում հիմա Հայաստանում եւ Հայաստանի շուրջ այս ենթակառուցվածքներով բաներ որոնք աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական մեծ խաղի մեջ բաներ են փոխելու այնպես որ Իրանը այստեղ հետաքրքրություններ ունի հարցեր կար փարատվեցին հարցերը եւ կփարատվեն եւ նաեւ պետքա հնարավորություններ հետաքրքրությունների մասին խոսալ նույնը նաեւ ՌԴ-ի մասով կարող եմ ասել մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնության համար են նաեւ հնարավորություններ ստեղծվում նաեւ պաշտոնապես լսել ենք բավականին բարձրաստիճան ռուսաստանցի մեր գործընկերներից որ իրանք հետաքրքրություն են ցուցաբերում թրիփի նկատմամբ մասնակցություն են ուզում ունենալ համացանցում կա այդ ամեն ինչը մի հատ բան արեք փնտրեք տեսեք նախարար այլ հարց պետք է տայի բայց քանի